Նախորդին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դատավճռի հրապարակման եղանակը ոչ թե արդարադատության, այլ քաղաքական մանրակրկիտ հաշվարկի դրսևորում է։ Երբ մարդուն դատապարտում են 6 տարի 3 ամիս ազատազրկման, նա պետք է անմիջապես կալանավորվի դատարանի դահլիճում։ Փաստը, որ դատարանը նախ վերացրել է գրավը, թողել է Դավիթ Համբարձումյանին լքել երկիրը եւ միայն դրանից հետո հայտարարել կալանք կիրառելու մասին, վկայում է նախապես համաձայնեցված սցենարի մասին։ Դատարանը սպասել է, որ Դավիթ Համբարձումյանն անվտանգ հեռանա երկրից, ինչը նշանակում է, որ դատավճիռը ոչ միայն կանխատեսելի է, այլև կազմակերպված է եղել այնպես, որ մեղադրյալը ամեն կերպ խուսափի պատասխանատվությունից։ Արդյունքում երկրից փախչել է ոչ միայն հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածու Մասիսի քաղաքապետ մեղադրյալ Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունն ինքնին։ Երբ դատարանը սպասում է, որ դատապարտյալը նախ հեռանա երկրից, նոր միայն հրապարակում է դատավճիռը, դա արդեն օրենքով կարգավորված դատավարություն չէ, այլ քաղաքական համաձայնության հրապարակային դրսևորում։ Այսպես է քանդվում պետության վստահությունը իր իսկ ինստիտուտների նկատմամբ եւ դատական համակարգը հենց այսպես էլ վերածվում է գործարքներ սպասարկող կառույցի։